ես միշտ զարմանում եմ էլի ձեր այս Հայաստանի տարածքը անդադ փոքրանում է ձեր թեթև ձեռամբ անդադ խնդիրներ խնդիրներ ու դուք արդեն որ երրորդ նիստային դեժավյու է էլի մոտ այս տարիների ընթացքում իրար շնորհավորելու առիթ եք գտնում էլի ասենք շնորհակալություն էսի լավ է ամեն ինչ լավ է ընթանը գերազանց ձերդ գերազանցություն էսի լավ է բան իմ մոտ միշտ դա զարմանք առաջանում բայց ես ուզում եմ մի քանի խնդիրների մասին խոսել եւ ակնկալել ձեր հստակ ուղիղ պատասխանը ասում եք հարաբերությունները լավ է Վրաստանի հետ եթե հարաբերությունները լավ է Վրաստանի հետ ինչու այդ խնդիրները որ կան որոնց բախվում են մեր բեռնափոխադրողները կարամ ավելի բաց խոսամ Վրաստանի տարածքում այսօր մեր բեռնափոխադրողները ստիպված են իրենք լուծել իրենց խնդիրները գումարի դիմաց դա ձեզ համար նորություն է այդ փայլուն հարաբերությունների շրջանակներում ինչ չեք կարողանում այդ հարցը լուծել որ մեր եւ բեռնափոխադրողները եւ ուղևորափոխադրողները այդ խայտարակությունն է այդ խայտարակությունը երբ պիտի վերանա Եվ հաջորդ հարցս Ռուսաստանի հետ կապված, Ռուսաստանի Դաշնության հետ կապված այդ 90 օրյա այդ ժամկետը, որը սահմանվել է էլի մեր բեռնափոխադրողների հետ կապված։ Գիտեք, որ հարյուրավոր ուրեմն դեպորտացիայի ենթարկված մեր քաղաքացիներ այսօր չեն կարողանում սահմանը հատել, ուրեմն դրանից առաջ ճանապարհները փակեցին, եկան կառավարության շենքի մոտ եւ այլ, էլի ոնց հասկանում եմ այս հարցի վերաբերյալ էլի որևէ մի դրական ազդակներ կան ինչ որ ձեր ասածներից լսում ենք որ Օվերչուկը ասել է ես ինչ որ մի բան կանենք կտեսնենք եւ այլ դա բայց դա մեր տնտեսության վրա հսկայական մի հարված է հասնում եւ ի վերջո այդ մարդիկ ակնկալում են նաեւ ձեր պատասխանները եւ երևի արձագանքի ժամանակ հնարավորություն կունենան բայց ես եւ մեր հանրությունը ձեզնից պարոն Միրզյան երկու կարևոր խնդրի լուծում էր ակնկալում Ադրբեջանից այս ընթացքում մեր սուվերեն տարածքներից Ադրբեջանի դուրս գալը օկուպացված տարածքները եւ երկրորդը գերիների պատանդառնված անձած ազատ արձակում ես այդ երկու հարցի վերաբերյալ միջև հիմա կներեք բայց որևէ մի ինձ բավարարող պատասխան եւ հասարակությունը բավարարող պատասխան չեմ տեսել այդ թվում նաեւ անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցների հետ կապված որոնք նաեւ բարբերաբար իրենց բողոքի ձայնը բարձրացնում են Հարգելի պարոն Դանիելյան ջան եթե թույլ կտաք ձեզ ջանով դիմեմ ես մեծ համակրանք ունեմ ձեր նկատմամբ բայց պետքա ցավով խոստովանեմ որ ձեզ խաբել են կամ չեմ ուզում նույնիսկ մտածել, որ ձեզ չեն խաբել, դուք եք խաբում։ Դա բացառում եմ տեսականորեն անգամ։ Ձեզ խաբել են։ Եվ ինչ որ դուք ասում եք, սխալ ընկալումից ելնելով եք ասում։ Ուրեմն ձեզ ասում եմ 1991 թվականից սկսած 1991 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության հռչակումից սկսած Հայաստանի Հանրապետության տարածքը նույնն է։ Ես չգիտեմ տարբեր, այսօր գիտեմ, բայց չգիտեմ արժի հիմա նորից ասելու իշխանության օրոք, որը ինչ եղավ բան, բայց չարժի, չէ, Հայաց ձեռը չի տալիս ձեզ։ Հայաստանի Հանրապետությունը ոնց կար, անկախ նրանից հայլուրով, եղանակի տեսությունով ինչ քարտեզ էին ցույց տալիս։ Իրականում Հայաստանի Հանրապետությունը ոնց կար, ոնց հռչակվել էր, ոնց արտացոլված էր ձերոնց կողմից ընդունված եւ ձեր այսօրվա եւ նախկին գործընկերների կողմից ընդունված Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում Հայաստանի Հանրապետության տարածքը լրիվ նույնն է եղել։ Այսօր էլ Հայաստանի Հանրապետության տարածքը նույնն է, մի փոքրիկ ուրեմն բանով տարբերությամբ, որ ռազմական գործողությունների արդյունքում ինչ որ տարածքներ, իսկ մենք դա ասել ենք, նաև չափ ենք ասել, հայտնվել են Ադրբեջանի եւ մինչ օրս գտնվում եւ այն ռազմական գործողությունների եւ այսօր, այսինքն թղթի վրա լրիվ նույնն է, փոխադարձ ճանաչվածության առումով եւ բոլորի կողմից ճանաչվածության գետնի վրա եւ 90-ականների եւ 2020-ի եւ հետո ռազմական գործողությունների հետևանքով մեր սուվերեն տարածքների 200 շուրջ 200 կիլոմետր քառակուսին գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։
Նաև գաղտնիք չի եւ մենք հրապարակային էլի առաջ անգամ չի որ ես ասում եմ մենք ասել ենք որ կան թղթով ճանաչված սահմանների միջազգային սահմանների առումով Ադրբեջանին պատկանող տարածքներ, որոնք գտնվում են այսօր մեր զինված ուժերի վերահսկողության ներքո։ Եվ ուրեմն ինչպես լուծել այս հարցը։ Մեր խորին համոզմամբ ոչ նոր ռազմական գործողությունների ճանապարհով այդ սուվերեն տարածքները ազատագրելու ճանապարհով, լինի դա մեր կողմից թե իրենց կողմից։ Մենք ունենք ընկալում պայմանավորվածություն, խոսել ենք, ասել ենք շատ անգամներ, որ այս տարածքների ուրեմն օրինական տերերին մերը մեզ, իրենց, հա, վերադարձի գործընթացը պետք է տեղի ունենա մեկնարկած եւ շարունակվող սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի շրջանակներում այդ գործընթացի արդյունքում երբ որ այդ գործընթացը այդ կտորները կանցնեն չի արտացոլի իրավական առումով միմյանց պատկանելիքը խնդրում եմ եկեք պարոն Դանիելյան եւ ասեք որ մենք ձեզ խաբեցինք եւ այդ սահմանազատումը եղավ եւ այդ ամենը այդպես էլ չեղավ այս հարցը որին հնարավորություն կունենանք անդրադառնալու ինչ վերաբերում է գերիներին ես էլի կարծում եմ մի թեմայի մասին այս լավագույն կանխավարկածով եմ ասում էլի ոչ թե որ հատուկ ուզում եք սևացնեք մի բանից նեղված մտածում եք sense բորբոքվում եք ու ասում եք մի բան որը մի քիչ Անես չի ոնց որ իրականում կա, ասում եք, տենց էլ չտեսանք գերիների ուղղությամբ, ազատ արձակման ուղղությամբ, ոնց ասեցիք, բառացի չմշի կամ գործողություն կամ արդյունք, էական չի, հա։ Հիմա դուք իսկապես կարող եք կրկնել, պարոն Դանիելյան, որ եւ ինձ էիք մեղադրում որպես արտաքին գործերի նախարարի եւ ասում եմ, այս կառավարությունը ձևավորվել է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում օգոստոսին ես արտաքին գործերի նախարար եմ ինչպես եւ կառավարությունը վարչապետը այս շրջանում նկատեմ օգոստոսից է 21 թվականի դուք իսկապես կարող եք հիմա նորից արդեն այս լույսի ներքո ասել որ տենց էլ չտեսակ որ 21 թվականի օգոստոսից որևէ գերի ազատ արձակվեց կամ որևէ քայլ տեղ ունեցավ այս ուղղությամբ կարծում եմ որ ազնիվ չի լինի, եթե ասեք, էլ չասած, որ իրականությանը չի համապատասխանի։ Ուրեմն, ես կարող եմ իհարկե ասել, որ պատանդարված անձանց ազատ արձակումը մեր ամենօրյա համարյա աշխատանքն է, մեր ամեն միջազգային շփման մեջ դա իր առանձին դեր ունի, եւ առաջի հերթին Ադրբեջանի հետ խոսակցության մեջ դա առաջնային տեղ ունի, բայց դա կարող է հնչել որպես շաբլոն նախադասություն Այսպես ասած թեմայից խուսափելու համար ստեղ մի բանում կհամաձայնեմ, քանի դեռ նոր շոշափելի արդյունք չկա, իսկ այն հարցն է, որ արդյունք առնում միանգամից բոլորը դիմանում եք հանրահռչակման, այսքան մարդ ազատ արձակվեց եւ այլն։ Չեմ ուզում, քանի դեռ հերթական, բայց հերթական եւ սա շատ առանցքային է, որտեղ ըստ չի եղել որևէ արդյունք, քանի դեռ հերթական արդյունքը չկա, շոշափելի գործողությունը չկա, չեմ ուզում այդ շաբլոն նախադասությունը ասեմ, բայց նաեւ կխնդրեի եւ կակնկալեի, որ մեր ջանքերը այս ուղղությամբ ոչ մեկ կասկածի տակ չդնի, մենք ոչ պակաս քան դուք շահագրգռված ենք այս հարցի շուտապույտման մեջ։ Վրաստան, Ռուսաստան, հա, գիտեք ինչ մտածեցի, պարոն Դանիելյան, եթե դուք համարում եք Վրաստանի օրինակ Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ այս հարցի կոնկրետ բեռնափոխադրումների հարցի կամ սահմանված 90 օրը ուրեմն այնինչ Եվրասիական միության կանոններով էս էլ իր հերթին այլ բան է նախատեսված, այլ բան եւ դա մեր հանդեպ չի միության տարբեր այլ երկրների մասին է նաեւ խոսքը, բայց ինչեւէ 90 օր սահմանափակումը 180 օրվա փոխարեն տարվա ընթացքում, հա? Ուրեմն եթե դուք կարծում եք, որ մեր գործադրված ջանքերը բավարար չեն, ես կարծում եմ, որ դուք եթե ոչ անձամբ դուք ձեր սերտ գործակիցները կամ գործընկերները շատ սերտ հարաբերություններ ունեք նույն Ռուսաստանի Դաշնության հետ, նույն Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական գործիչների հետ։ Ինչն է ձեզ խանգարում հələ ինքներդ
փորձեք հասկանալ, ինչպիսին են տրամադրությունները այն կողմում, համ ձեր ընտրողներին կամ մեր քաղաքացիների շահերը կհետապնդեք, համ արտաքին քաղաքական ուղղությամբ ակտիվ կլինեք, համ էլ մեզ կասեք, թե ինչ են այդ մասին, օրինակ այնտեղ մտածում։ Ես ասում եմ իմանալով մեր ջանքերը, որ մենք անում ենք, հա, մեր աշխատանքը։ Լավ, ենթադրենք, որ ոչ միշտ եւ ոչ միշտ ես գիտեմ, որ դուք երազում եք այդ մասին, բայց դժվար ձեզ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հնարավորություն տան, որ մենք տեղերով փոխվենք։ Մի քանի ամսից ընտրությունը առաջարկեք մարդկանց, տեսնենք իրենք ինչ կպատասխանեն։ Լավ, այսքանն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։